հաճախ եք հիվանդանում եւ օրգանիզմի իմունային համակարգը ընկած է, իհարկե։ Պետք է չափեք, պետք է տաք անալիզ ցինկի, որովհետեւ ցինկը անհրաժեշտ է յուրաքանչյուր օրգանիզմին, որպեսզի տեղափոխի այն, ինչ ստանում է մեր օրգանիզմը, միկրոէլեմենտներն ու հանքանյութերը, որպեսզի հասցնի օրգանին եւ օրգանի ֆունկցիան նորմալ լինի։ Իսկ եթե ձեր հիշողությունը կորած է, ձեր իմունային համակարգը ընկած է, դուք հաճախակի եք հիվանդանում, ուրեմն ցինկը գուցեև պակաս է ձեր օրգանիզմում, հանձնեք անալիզ ցինկի, որովհետև եթե ցինկը պակաս լինի ձեր օրգանիզմում, ենթաստամոքսային գեղձի վիճակը նույնպես նորմալ չի կատարվի, իսկ դրանով պայմանավորված է նաև շաքարի բարձրացումը ձեր օրգանիզմում։ Սիրելի իմ ժողովուրդ, կատարեք որովայնի սոնոգրաֆիա, հետազոտեք ենթաստամոքսային գեղձի ֆունկցիան, որովհետև սոնոգրաֆիայի միջոցով պարզվում է, թե ինչպես է իր ենթաստամոքսային գեղձի վիճակը եւ դրանով արդեն դուք կողմնորոշվում եք, արդյոք ձեր մոտ խնդիրը հենց դա է։ Իսկ որովայնի սոնոգրաֆիան ընդամենը 3000 դրամ է եւ դուք ոչ միայն ենթաստամոքսային գեղձի վիճակը, այլ լյարդի, երիկամի, բոլոր օրգանների վիճակը իմանալով դուք կողմնորոշում եք հետագայում ինչպես ձեր օրգանիզմը, օրգանները կարգավորեք եւ ինչպեսի սնունդ օգտագործեք։